3.5 միլիոն էջ, հազարավոր լուսանկարներ, տասնյակ տարիների լռություն։ Սա սարսափ ֆիլմ չէ, սա իրականություն է։ Մի մարդու պատմություն, որի անվանումը դարձավ համաշխարհային գաղտնի խորհրդանիշ՝ Ջեֆրի Էփշտեյն։ Բայց սա միայն մեկ մարդու պատմություն չէ։ Սա համակարգի մասին է, սա ուժի, փողի եւ ստվերի մասին է։ Նա ծնվել էր սովորական ընտանիքում, չէր փայլում ուսման մեջ, բայց ուներ մի շատ վտանգավոր տաղանդ։ Նա կարողանում էր մտնել այն դռներով, որոնք փակ էին ուրիշների համար։ Նա ստեղծում էր կապեր, միացնում էր հարուստների հետ, քաղաքական գործիչներին, միլիարդատերների հետ։ Հետո հայտնվում է իր կինը, Գիսլեյն Մաքսվելը։ Նրանք օրինական ամուսնացած չէին։ Կինը դարձավ նրա աջ ձեռքը, նրա ամենավստահելի մարդը։ Հետագայում դատարանը նրան մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 20 տարի ազատազրկման։ Բայց մինչ այդ նրանք կառուցում էին փակ համակարգ։ Կային առանձնատներ, կային երեկույթներ, կային մասնավոր ինքնաթիռներ եւ կար կղզի։ Փոքր կղզի, ամբողջությամբ առանձնացված, հիմնական առանձնատուն, հյուրատներ, ուղղաթիռի փակ հարթակ։ Այստեղ ոչ ոք չէր տեսնում, թե ինչ է կատարվում։ Քննության վարկածով նա ստեղծել էր մի շատ սարսափելի սխեմա, անչափահասների առևանգում։ Սա պատահականություն չէր, սա կառուցվածք էր, սա պիրամիդա էր։ 2005 թվական, բողոք, 14 տարեկան աղջկա ծնողները դիմում են ոստիկանություն։ Խուզարկություն, թաքնված տեսախցիկներ, շատերը դեռ 16 տարեկան էլ չէին։ Եվ հենց այստեղ առաջանում է առաջին սարսափելի հարցը։ Եթե ամեն ինչ այդքան լուրջ էր, ապա ինչու նրան չկանգնեցրին։ 2008 թվական, գործարք, դատախազություն, փակ դռներ, թեթև պատիժ, 13 ամիս բանտում, բայց ոչ սովորական բանտում։ Օրվա մեծ մասը դուրս, գրասենյակ, հանդիպումներ, կյանքը շարունակվում էր։ Զոհերը նույնիսկ տեղյակ չէին այս գործարքից։ Հետո դատարանը կասի, նրանց իրավունքները խախտվել են։ Այստեղ պատմությունը դառնում է ավելի մութ։ Սա արդեն միայն մեկ հանցագործի մասին չէ։ Սա համակարգի մասին է։ 2019 թվական նրան նորից ձերբակալում են։ Նորից մեղադրանքներ, տասնյակ անչափահաս զոհեր։ Թվում է հիմա ամեն ինչ վերջապես կբացահայտվի, բայց հուլիսի 23-ին նրան գտնում են կիսագիտակից վիճակում, պարանոցի վնասվածքներով։ Ասում են ինքնասպանության փորձ է եղել։ Նրան տեղափոխում են վերահսկվող խուտ։ Մի շաբաթ անց նրան տեղափոխում են սովորական բան։ Օգոստոսի 9-ին նրա խցիկը տեղափոխվում է ուրիշ տեղ։ Պահակները ժամերով չեն ստուգում։ Տեսախցիկի մի մասը չի աշխատում։ Օգոստոսի 10 նրան գտնում են մահացած։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, բայց չափազանց շատ սխալներ կային, չափազանց շատ պատահականություններ։ Եվ հենց այդտեղ ծնվեցին դավադրության տեսությունները։ Նրան լռեցրին, նա դեռ կենդանի է, նրան փոխարինել են եւ այլն։ Երբ ճշմարտությունը լի է անցքերով, մարդիկ սկսում են դրանք լրացնել իրենց երևակայությամբ։ 2026 թվական, մեր օրեր, հրապարակվում է ավելի քան 3.5 միլիոն էջ փաստաթուղթ, լուսանկարներ, դատարանի նյութեր, մարդիկ սկսում են փնտրել գաղտնի ցուցակը։ Մի փաստաթուղթ, որը կասի ամբողջ ճշմարտությունը։ Չկան ապացույցներ զանգվածային շանտաժի մասին։ Եվ կա մի կարևոր նախազգուշացում։ Արխիվում կան այնպիսի գրառումներ, որոնք մարդիկ ուղարկել են անանուն։ Իսկ դու ինչ ես կարծում։ Արդյոք նրանք ինչ գրել են ճիշտ է, թե ոչ։ Գրի մեկնաբանություններում։ Փաստերը պարզ են, կային մեղադրանքներ, կան դատավճիռներ Էփշտեյնի նկատմամբ, կային բանտի լուրջ խախտումներ, բայց չկա մի հստակ պատասխան։ Ինչու շատերը պատասխանատվության չենթարկվեցին։ Ինչու գործը տարիներով ձգվեց։ Ինչու ամենակարևոր մարդը մահացավ մինչև դատավարությունը։ Նա իր հետ տանելով պատասխանները։ Ինչպես փողը կարող է մաքրել ետին պատկերը։ Ինչպես համակարգը կարող է փակել աչքերը։ Եվ կար մեկ չարագործ։ Ամեն ինչ բարձ է։ Եվ հենց մշուշի մեջը այս պատմությունը շարունակում է ապրել։ Եթե լինեք ակտիվ, դնեք լայքեր, բաժանորդագրվեք, ուղարկեք ձեր ընկերներին, հարազատներին, մենք կնկարենք երկրորդ մաս։ Գոյություն ունի մի կայք, որտեղ հրապարակված են ամեն ինչ։ Եվ դուք կարող եք գրել ձեր հարցերը։ Մենք կմտնենք եւ այդ հարցերը կորոնենք եւ կտեսնենք, արդյոք դրա մասին գրել են, թե ոչ։ Դիր լայք, բաժանորդագրվի։ Ով գիտի, միգուցե ձեր դիմաց կանգնած չէ լավ։